Վերջին տարիներին շատ ծանր առողջական խնդիրներ էին սկսվել: Չմանրամասնեմ, կնշեմ միայն մարսողականը: Առհասարակ բժիշկների դիմելու հակված չեմ: Դեմ չեմ աստվածային բժիշկներին, բայց մեկա չեմ սիրում դիմել: Սկսեմ նրանից, որ տարիներ շարունակ Սուրբ Հոգիս ինձ ներքուստ խրատում էր հացն ու ջուրը ընդունելուց առաջ գոհանալ: Իսկ ես մեկ անում էի, մեկ չէի անում: Այս դեպքում երբ մարսողականս կատաստրոֆիկ վիճակի էր հասել, մի օր խորը սրտանց թախանձագին աղոթքով կանգնեցի Տիրոջ առաջ և խնդրեցի բացել ինձ պատճառը, թե ինչու էի հայտնվել այդ ծանր վիճակում: Որովհետև ես մտածում եմ, որ մեր առողջական խնդիրների հիմնական պատճառը սկսվում է հենց մեր հոգևոր վիճակներից: Պատասխանս եղավ այսպիսին՝ չգոհանալով, չօրհնելով ընդունած կերակրից ու ըմպելիքներից: Այնուհետև Սուրբ Հոգիս ամենայն մանրամասնությամբ ներքուստ տվեց մեկնաբանություն և նաև թե ինչպես դուրս գամ այդ վիճակից: Սկսեցի հենց հաջորդ առավոտյան սենյակային ջերմաստիճանի մաքուր ջրով մաքրել ներսս, մեկ բաժակից հասցնելով մինչև 2 լիտրի, 3 ամսվա ընթացքում և աղոթքով օրհնելով ամեն առավոտ կրկնել եմ այնքան ժամանակ: Իհարկե այդ 2 լիտրը ես միանգամից չէի խմում, այլ մեկ բաժակը խմում էի, մի փոքր ընդմիջում էի տալիս, հետո հաջորդ բաժակն էի խմում: Աղոթքով օրհնելով ամեն առավոտ կրկնել եմ այնքան ժամանակ, մինչև ամբողջությամբ հրաշալի կարգավորվեց մարսողական համակարգս և նաև ուրիշ խնդիրներից ազատագրվեցի: Փառք, փառք, փառք Հիսուս Քրիստոսին: Ամեն: Մինչ օրս ամեն անգամ երբ մոտենում եմ ջուր խմելու, բարձրաձայն օրհնում եմ, գոհանում Աստծուն և ուտելիքը նույնպես ուտելուց առաջ միշտ օրհնում գոհանում եմ: Արդեն իմ ներսից գալիս է օրհնանքի գոհունակ խոսքերը: Շնորհակալ եմ, Տեր: